Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Civic-ի մոտեսակապի միջոցով զրուցելու է Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան, շնորհակալություն մեզ միանալու համար։ Բարև ձեզ, ես էլ շնորհակալ։ Պարոն Առաքելյան, ինչ դիտարկումներ ունեք Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական պրոցեսների շուրջ, ձերբակալվել եւ կալանավորվել է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը, որը ավելի վաղ կոչեր էր հնչեցրել Հայաստանում, որ եթե քաղաքական ուժերը չկարողանան, ապա իրենք իրենց ձևերով կմիջամտեն պրոցեսներին, խոսքը վարչապետի եւ մայրաթոռի միջև հեռակա բանավեճի մասին էր։ Ընդհանուր պրոցեսը ինչպես կգնահատեք։ Գիտեք, դա ինձ շատ հիշեցնում է Վրաստանի Բեդզինա Իվանիշվիլի այն Վրաստանի վերադառնալը, երբ որ ինքը իր վերադարձից հետո ինքը սկսեց ինչ-որ շռայլ քայլերի դիմել, ինչ-որ հսկայական գումարներ, նվիրատվություններ, նույնիսկ ինչ-որ գումարներ էր փակում այնտեղ մարդկանց, որոնք որ ինչ-որ ապառիկներ էին վերցրել եւ այլն, մի խոսքով մարդկանց բնակչության սիրտը ուզում է շահած լիներ եւ բոլորս տեսնում ենք ինչով դա ավարտվեց, իսկ ավարտվեց դա նրանով, որ ինքը փաստացիորեն Վրաստանում զավթեց իշխանությունը փաստորեն հիմա դե ֆակտո դե յուրե գտնվում է իր ձեռքերի մեջ եւ ինքը ոչ մեկի համար արդեն դա գաղտնիք չի, որ Ռուսաստանից գործուղված գործակալ էր, որի առջև կոնկրետ այդպիսի նպատակ էր դրվել, որպեսզի ինքը կանգնացնի այն ժողովրդավարական պրոցեսները, որոնք որ տեղի են ունենում Վրաստանում եւ Վրաստանը փորձի յետ բերել Ռուսաստանի կողմի տակ։ Դա չեմ կարող ասել, որ 100%-ով ինքը արդեն կարողացել է իրագործել, քանի որ վրաց ժողովուրդը դեռ պայքարում է իր անկախության համար եւ դեռ պարզ չի, թե ինչով այդ ամենը կավարտվի, բայց այնուամենայնիվ այսօրվա Հայաստանի այս իրավիճակը այն, որ Սամվել Կարապետյանը նույն շռայլ քայլերով հսկայական ինչ-որ գումարներ նվիրատվություն անելով, ծախսելով Հայաստանի տարբեր ինչ-որ ծրագրերի վրա, այն թվում եւ եկեղեցու հետ կապված ինքը տարիներ շարունակ ինչ-որ մեծ գումարներ էր հատկացնում եւ այսօր ինչ-որ այդ հարցը իրենք փորձում են կանգնեցնել այն ձևով, որ արդեն հնչում են կոչեր, որ Կարապետյանը մեր մյուս ղեկավարը երկրի պետք է լինի, ինչ ձևով դա պետք է լինի, մի քիչ լավ չեմ պատկերացնում, քանի որ ոչ մեկի համար գաղտնիք չի, որ Սամվել Կարապետյանը մի քիչ, ոնց ասեմ, ինտելեկտուալ տեսակետից, ինքը միգուցե վատ բիզնեսմեն չէ, չնայած պետք է նաև ընդգծել, որ ինքը իր գումարները աշխատել է ինչ-որ ոչ այնքան մաքուր կառուցվածքներում եւ ոչ այնքան մաքուր սխեմաներով, բայց այդ մի կողմ դրած ինքը իբրև անձնավորություն մի քիչ չի ձգում, այսպես ասած, քաղաքական ինչ-որ գործիչի, որը որ կարող է առաջի դիրքերը գրավել, խոսքս գնում է նույնիսկ նրա մասին, ասենք, իր հայրենի իմացությունը, ինքը տարիներ ապրելով Ռուսաստանում, ես մի քանի անգամ առիթ եմ ունեցել բարձրապես լսել իր ռուսերեն խոսալը եւ հասկացել եմ, որ ինքը ռուսերեն էլ այնքան լավ չի տիրապետում, բայց Ռուսաստանի համար դա խնդիր չի։ Արա Աբրամյանն ինքը ռուսերեն գրեթե չի ընդհանրապես չի տիրապետում, բայց այնուամենայնիվ ինքը Ռուսաստանի հայերի միության նախագահն է եւ Վլադիմիր Պուտինի անձնական ընկերն է։ Նման մի իրավիճակ է, եթե խոսքը գնա կոնկրետ ինչ-որ իր հնչեցրած բառերի մասին, որ մենք մեր ձևերով, բանսենց ինչ-որ, դա շատ նման է ինչ-որ կիսա քրեական ինչ-որ ավտորիտետի, ինչ-որ հեղինակության խոսույթին,
քրեական հետապնդում, եթե բուն օրենքի ինչ-որ տարով խոսենք, ապա նման բառերի համար շատ դժվար է կոնկրետ, ասենք տենց բառերի համար շատ դժվար է ուրեմն մարդուն յուրաքանչյուր անձի ինչ-որ քրեական պատասխանատվության կանչել, բայց եթե հաշվի առնենք, թե ինչ կոնտեքստում է դա ասվել, եթե հաշվի առնենք այն իրավիճակը ինչի է դա ընդհանրապես հնչեցվել եւ ինչ ինքը միանշանակ կերպով կարող է ենթադրել այդ իրան հնչեցրած խոսքերի մասին, ապա այստեղ իրոք ինչ-որ լուրջ հակապետական, հակահայկական, հակաիշխանական կոչեր դա եւ հանդիսանում եւ չգիտեմ, ներիշխանությունը, գիտեք, իմ կարծիքով, ճիշտ քայլեր է անում, ճիշտ քայլերը ինչ իմաստով, այո, այսօր եկեղեցին մեր զավթված է եւ եկեղեցին մեր պետք է մաքրվի, բայց այն ձևը, որով որ հիմա դա փորձում են անել, իմ դարձյալ իմ կարծիքով անձնական այնքան էլ ճիշտ չէր, սկսած այն բառերից, որ հնչեցրեց վարչապետը եւ վերջացրած հիմա, ասենք, ինչ հաշտեժություններով կամ այն ինչ-որ ներվային իրավիճակով, որը որ ստեղծվել է Հայաստանում եւ նույն ձևի մի քիչ սխալ կողմից են մոտեցել նույն Սամվել Կարապետյանին, ես հասկանում եմ, որ դա միգուցե ինչ-որ sense impulsive գործողություն էր, որ հենց այդ նույն օրը փաստորեն իրան եկանը ձերբակալեցին, ինչի համար, որտեղ ինքը ասեց մենք մեր ձևերով ենք լուծելու այդ հարցերը, բայց ինքը քայլը ուզում եմ ասեմ, ճիշտ էր, որովհետև ակնհայտ է բոլոր մտածող մարդկանց համար, որոնք որ ինչ որ մի բան հասկանում են ընդհանրապես այն իրավիճակից, գլուխ են հանում այն իրավիճակից, որը որ հիմա տիրում է Հայաստանում եւ Հայաստանի ու Ռուսաստանի միջև, դա միանշանակ այդ մարդը ինքը լինելով ռուս միլիարդատեր, ռուսական միլիարդատեր, որը որ իր գումարները աշխատել է Ռուսաստանում, հիմնական գումարների մասին է խոսքը, հա։ Այո, բոլորս հիշում ենք, նու կամ միգուցե շատերը չգիտեն, որ ինքը դեռ 89 թվականին կարողացավ գնել Տաշիրում ուրեմն գործարան, ինչ գումարներով է դա ինքը կարողացել անել, ինքը այդ գործը անում մինչև այդ ասենք ինչ-որ վարպետ է աշխատել, հետո վարպետից դառել է տնօրեն եւ տնօրեն դառնալուց հետո ինքը հանկարծ որոշեց, որ ինքը այդ գործարանը պետք է գնի, ինչ գումարներով, բան այն ժամանակ ոնց որ ոչ մեկ ինչ էր հարցնում, հա, որտեղ են ձեզ այդ գումարները, ու դուք կարողանում եք գործարան գնել, բայց այնուամենայնիվ թե այդ գործարանը, թե իր հետագա ասենք ինչ-որ գործունեությունը Հայաստանում, դա այդ հսկայական գումարները ինքը այնտեղ չի աշխատել, ինքը այդ գումարները աշխատել է Ռուսաստանում, եւ նույնպես ինչպես եւ Ռուբեն Վարդանյանի իր արչև նույնպես իմ կարծիքով դարձյալ, հա, իմ անալիզով, ասենց ասեմ, իր արչև նույն հարցն է դրվել, որ կամ դու անում ես այն ինչ որ մենք ես կասենք եւ պետք է գնաս հիմա Հայաստան ու Հայաստանում գտնվես եւ փորձես ինչ որ հրաժեշտություններ ու հեղաշրջում ստեղծես, կամ դու հրաժեշտ կտաս պարզապես այն հսկայական ունեցվածքին, որը որ դու ունես Ռուսաստանում։ Եվ այսօր ՖՍԲ-ն եւ Կրեմլը ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ։ Իրանք փորձում են արդեն կներեք փորձում են նույն սցենարով ինչ որ իրենք արդեն փորձեն ձեռք բերել Իվանիշվիլի անձով, հա, իրենք փորձում են նույն սցենարով անել նույն բեմադրությունը Հայաստանում։ Ինչ մեթոդների կարող է դիմել Կրեմլը, մենք տեսնում ենք, թե ինչ հսկայական արձագանքներ կան, ես օրինակ ռուսական մամուլը երբ թերթում եմ, ամեն երկրորդ լուրը Կարեն Կարապետյանին է նվիրված, լրահոսում օրվա, տեսնում ենք ինչ դժգոհություններ կան եւ նաեւ կան որոշակի հրապարակումներ են մասին հայկական մամուլում արդեն, որ հնարավոր են որոշակի մարդիկ ուղարկվեն այստեղ Հայաստան, իր աջակցության ակցիաները, այստեղ բողոքի ցույցերը գեներացնելու
համար վարձկանների մասին է նաև խոսքը, սա ինչ վտանգներ է պարունակում ձեր կարծիքով, ինչքան հեռու կգնա Կրեմլը իշխանություն փոխելու հարցում Հայաստանում օգտագործելով այս գործոնը։ Գիտեք, նախ այդ վարձկանները արդեն շուտվանից Հայաստանում են եւ իրենցից շատերը գտնվում են մեր երկրի ամենաբարձր օղակներում եւ իրենց աշխատանքը իրենք պարտաճանաչ փորձում են կատարել, ինչ խոսք իրենք կարող է էլի ուրիշ գործակալներ ուղարկեն, ինչ-որ մեդիական, ինչ-որ սատարում ուղարկեն Ռուսաստանից եւ այլն, Ռուսաստանը կգնա մինչեւ վերջ։ Ռուսաստանը ինքը երբեք չի ընդունի Հայաստանի կորուստը իր համար։ Ուրիշ հարց է, որ այսօր Ռուսաստանը չունի հնարավորություն ուժային կերպով լուծել այդ հարցը։ Դրա համար էլ իրենք ինչ-որ տարբեր sense տարբերակներ են մոռանում, քանի որ իրենց ուժային ինչ-որ հնարավորությունները այսօր կապ են ընկած Ուկրաինայում եւ Փառք Աստծո կամ եւս մի գործով մենք ընդհանուր սահման չունենք Ռուսաստանի հետ, այսինքն որպեսզի իրենք կարողանան Հայաստանը գրավեն բառացիորեն, իրենք պետք է անցնեն Վրաստանով, դա եւս մի խնդիր է, որտեղ ի տարբերություն Վրաստանի ղեկավարությանը վրաց ժողովուրդը դա չի ընդունի եւ իրենք դա են գիտակցում եւ այսօր իրենք փորձում են դեռ ինչ-որ քաղաքական, ինչ-որ գործակալական միջոցներով այդ հարցը ինչ-որ ձևով բարձրացնել, չգիտակցելով այն փաստը, որ հայ ժողովուրդը արդեն Ռուսաստանին մերժել է։ Այո, հայ ժողովրդի բազում ներկայացուցիչներ այսօր գրում են Facebook-ում, նենց տպավորություն է միջայլոց ոնց որ դուք հնչեցրեցիք, որ Facebook-ում ինչ որ հրահանգ տվեցին ու միանգամից բոլոր ինչքան մարդ կար, որոնք որ կարող ամսվա մեջ մի հատ ինչ որ հրապարակում չանեն, հիմա օրեկան 10 անգամ են այդ հրապարակումները անում եւ բոլոր հրապարակումները միայն նրա մասին է, որ Սամվել Կարապետյանը շատ լավն էր, տեսեք ինքը ինչքան գումար էր ծախսել տարբեր բաների վրա եւ ոնց են մեր ուրեմն կեղտոտ ղեկավարությունը, ինչ իր կեղտոտ ձեռքերով ուրեմն այդպիսի սուրբ մարդկանց ձերբակալում եւ ինչ որ հալածումների ենթարկում մեր սուրբ հայ եկեղեցին, չխոսալով այն բանի մասին, որ եկեղեցու մասին խոսք ընդհանրապես չի եղել, խոսքը եկեղեցականների մասին է, այն էլ պղծված եկեղեցականների մասին է, որոնք որ պետք է իրենց ռադը քաշեն եւ գնան մեր սուրբ եկեղեցուց։ Դրա մասին է խոսքը։ Եվ այսօր մենք գտնվում ենք այդ վիճակում, որ մեր ժողովուրդը փաստորեն հիմա աննախադեպ մի էմոցիոնալ ճնշման տակ է գտնվում։ Մեր մարդիկ իրենց ուղղակիորեն ասում են, որ մեր սուրբ եկեղեցին, մենք հիմա փաստորեն մեր ղեկավարություն, մեր կառավարությունը հալածանքի է ենթարկում մեր մայրաթոռ Էջմիածին, հա, ասենք։ Բայց իրանցից շատ-շատերը մարդկանցից ես նկատի ունեմ, հա, շատ-շատերը կարողապատահի ինչ-որ էմոցիաներին տրվելով, իրանք պարզապես չկարողանան հասկանան, թե ինչի մասին է ընդհանրապես խոսքը։ Իսկ խոսքը նրա մասին է, որ Հայաստանում ուզում են վերացնեն, ոչնչացնեն պետականությունը։ Ուզում են խաչ դնել մեր յուրաքանչյուր ապագայի վրա, բացի այն ապագայից, որ մենք դառնանք ռուսական ռազմաբազայի մի մեծ ռուսական ռազմաբազա։ Պաստոն Կիրենկոն այս ուղղությամբ է աշխատում Հայաստանում։ Սկզբում Ռուսաստանը վարկաբեկված գործիչների հետ էր այստեղ աշխատում, անցավ Մայրաթոռին, Մայրաթոռի հետո Սամվել Կարապետյանին է որպես դեսանտ ուղարկում այստեղ, դրանից ավելի վաղ Ռուբեն Վարդանյանին էր ուղարկել։ Պաստոն հիմնական այս գործիքը աշխատելու ինչ որ մարդկանց միջոցով, ինչ որ կառույցների միջոցով փորձել Հայաստանում իշխանություն փոխել։ Վերջնանպատակը 2018-ին հաստատված իշխանության հեռացումն է, որին Ռուսաստանը այդպես էլ չի համակերպվում։ Ոնց որ ասեցի, իրանք հիմա դեռ ուրիշ այլընտրանք չունեն։ Եթե
իրենք կարողանան ուկրաինական պատերազմից որևիցե կերպով դուրս գան, հաղթելու մասին այնտեղ ընդհանրապես արդեն խոսք չի գնում, հա, խոսքը գնում է պարզապես ինչ որ կանգնեցնելու, սառեցնելու, ինչ որ տենց տարբերակներ են հնչում, որտեղ Ռուսաստանը դե ֆակտո ինքը չկարողացավ այն խոսքերը, որ մենք 3 օրվա մեջ Կիև կգրավենք, ինչպես տեսնում ենք, որ չհաստատվեցին, եւ եթե Ռուսաստանը ինքը, ինչպես ասեցի, սառեցնի ուկրաինական այդ կամպանիան, այսպես, ապա ես ավելի քան համոզված եմ, որ Կրեմլը իր արդեն հնարավորությունները կկոնցենտրացնի Վրաստանի եւ Հայաստանի վրա։ Վրաստանում գործի կեսը արդեն իրանք արել են, իշխանությունը դե ֆակտո իրենց ձեռքերում է, բայց ժողովուրդը դեմ է։ Հիմա Հայաստանում ոչ իշխանությունն է իրենց ձեռքերում գտնվում, ոչ էլ ժողովուրդն է իրենց կողմը։ Կա ժողովրդի մի որոշակի զանգված, որոնք որ թե Ռուսաստանից վերադարձած, թե Ռուսաստանում բնակված շատերը ուրեմն եւ վերադարձած որոշակի մեր արցախցի հայրենակիցներից ինչ որ մի փոքր մաս էլի ուրեմն ինչ որ սատարում է հայտնում նման ինչ որ քայլերին եւ այլն, մոռանալով որ իրենց փոքր հայրենիքը հանձնեց հենց առաջին հերթին Ռուսաստանը, բայց դա իրանք մի քիչ չեն գիտակցում երևի, բայց այնուամենայնիվ ինքը որոշակի ինչ որ մի փոքրիկ սատարում Հայաստանում տեսնում է, համենայն դեպս այդ Հայաստանի պրոքսիները ջանք չեն խնայում, որպեսզի իրենց ռուս պատվիրատուներին ապացուցեն եւ ցույց տան, որ չէ, տեսեք, մենք այ մի քիչ էլ ու մենք հիմա կվերցնենք իշխանությունը, մենք հեսա մի քիչ ու մենք Փաշինյանին ուրեմն կհանենք, իր ուրեմն այդ բանդային կհեռացնենք իշխանությունից եւ մենք կգանք եւ կշարունակվի հայ-ռուս եղբայրությունը դարավոր ճակերտներում։ Դա է իրենց աշխատանքը։ Ես ավելի քան համոզված եմ, որ մեր ժողովուրդը այսօր սթափ գիտակցում է, որ մենք ուրիշ այլընտրանք պարզապես չունենք, բացի նրանից, որ հեռվանանք Ռուսաստանից, որտեղ Ռուսաստանի հետ կապված են եղել մեր բոլոր կորուստները, սկսած, չգիտեմ, 100 տարի առաջ եւ վերջացրած 20 թվականով։ Բոլոր մեր կորուստները Ռուսաստանի միջոցով են տեղի ունեցել, Ռուսաստանի սատարմամբ են տեղի ունեցել եւ Ռուսաստանի հետ է կապված այն, որ այսօր մենք մեր երկրում մենք չենք կարող դեռ ստեղծել այն բարգավաճ երկիրը, որի մասին երազել ենք թե մենք, թե մեր նախկինները։ Հուսով եմ, որ արդեն ինչ-որ մոտիկ է այդ հանգուցալուծումը, քանի որ երկար այսենց իրավիճակում գտնվել ոչ մեկ չի կարող։ Այս ընտրություններով վերջ կդրվի եկող ձեր կարծիքով, երբ օրինակ Փաշինյանը կարողանա ամրապնդել իր իշխանությունը։ Մենք կարող ենք ասել, որ սա ոչ միայն կլինի օրինակ իշխող քաղաքացիական պայմանագրի հաղթանակը, եթե լինի, այլ նաև այն հաղթանակը, որ մեր իշխանությունը, մեր ժողովուրդը մղում է Ռուսաստանի զավթողական քաղաքականության դեմ եւ այն գործիքների, որ օգտագործվում է։ Իշխող կուսակցությունը այսօր Հայաստանի էլ ավելի ամրապնդի իր դիրքերը։ Ես դա չէի ուզենա։ Քանի որ ես համարում եմ եւ գտնում եմ, որ այսօրվա իշխող կուսակցությունը թեպետ բավականաչափ լուրջ եւ ճիշտ քայլեր է արել, դրա հետ մեկտեղ հսկայական բացթողումներ ունի եւ ունի հսկայական մեծ քանակությամբ խնդիրներ եւ սխալ որոշումներ, սկսած կադրային քաղաքականությունից, որ տեսնում ենք, որ կադրները ընտրվում են, ինչ որ ժամանակ հետո փոխվում են, նորներ ընտրվում, նորներն են, ես մարդկանց ինչ որ նախկին պաշտոնավորների անուններ կարող եմ հնչեցնել, որ պարզապես չեմ կարողանում նույնիսկ հավատամ, որ այդ մարդիկ նշանակվել են ներկա իշխանությունով, հա, եւ Վանեցյանից սկսած, չգիտեմ, մնացածներով վերջին
Ընդհանրապես այդ մարդիկ ոնց են հայտնվել իշխանության մեջ հեղափոխությունից հետո, հա, ու այդ ամեն ինչը հասկանալով ես բացարձակապես չի ուզենա, որ իրանք ամրապնդվեն։ Ուրիշ հարց է, որ այսօր Հայաստանում պետք է վերածնվի իսկական օպոզիցիան, իսկական այն օպոզիցիան, որը որ կզբաղվի կառուցողական քննադատությամբ եւ որը որ աշխատանք կտանի միայն այն ուղղությամբ, ոչ թե նրա համար, որ զավթի իշխանությունը, հա, կամ էլ գրավի ինչ-որ մարդկանց մի փոքր զարգվածի ինչ-որ ուղեղները, ոչ, այն նրա համար, որպեսզի գործող իշխանության հետ միասին, շտկելով այդ իշխանության սխալները, իրենք կարողանան կառավարության մի մաս դառնալ, կոալիցիոն կառավարության քարին դնելով կառուցեն նոր պետություն։ Կոալիցիոն կառավարության մասին է խոսքը, ես ձեր միտքը ճիշտ ըմբռնեցի, որ իշխանությունը ժողովրդավարական, իսկական ժողովրդավարական ուժեր կարողանան մտնել խորհրդարան եւ բավականին մեծ կշիռ ունենան խորհրդարանում եւ այդ ուժերի հետ արդեն լուրջ հաշվի մեջ նստեր գործող իշխանությունը եւ ինչու ոչ նաեւ կոալիցիոն կառավարություն ստեղծվեր եւ պրակտիկան ցույց է տալի, որ այն երկրներում, որտեղ որ գործում է այդ սկզբունքը կոալիցիոն ղեկավարության, այդ երկրներում ամենամեծ հաջողությունների են հասնում։ Քանի որ կա այդ հակակշիռը, կա այդ բալանսը, որը որ թույլ չի տալի գործող իշխանությանը հորանալ եւ դառնալ ինչ որ մի կուրկ կամ ինչ որ դիկտատի գնալ, հա, որը որ չի տալի նույն օպոզիցիային ինչ որ գլուխները բարձրացնել եւ ինչ որ իրենց ծրագրերը միայն առաջ տանել, հա, այդ կշռված քաղաքականությունը պետք է գործի։ Եթե դա չկա, ապա ոչ ոք ապահովված չի սխալներից եւ եթե չասել, որ ինչ որ պարզապես քայքայիչ քայլերից, հա, պետության համարի նկատի ունեմ։ Շատ շնորհակալություն պարոն Առաքելյան հետաքրքիր վերլուծության համար։ Ես եմ շատ շնորհակալ։ Ես մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ տեսակապի միջոցով զրուցում էի Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։